Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Ողջույն, եթերում հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարն է։ Այսօր անդրադառնալու ենք հանրային տրանսպորտի վիճակին։ Մայրաքաղաքի տրանսպորտի վիճակը վաղուց չի գոհացնում քաղաքացիներին։ Բացի այդ, քաղաքն օրորի ավելի անհարմարավետ է դառնում տրանսպորտային միջոցների տեղաշարժի ու կանգառի առումով։ Կարմիր գծերի նորամուծությունը նպատակ ուներ վերացնել ստվերային բիզնեսը, նաև ինչ-որ կերպ բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնը։ Այսօր անդրադառնալու ենք այն հարցին, թե քաղաքապետարանի իրականացրած բազմաթիվ միջոցառումները որակական ինչ փոփոխություններ բերեցին։ Բարելավեց արդյոք քաղաքացիների առօրյան։ Քիչ անց տաղավարում իմ հյուրն է լինելու դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը։ Իսկ մինչև այդ առաջարկում եմ լսել մեր քաղաքացիների տեսակետները։ Կարմիր գիծում կանգնածել չնես նկարում են ու տուգանքա որ գալիս են։ Եթե բյուջեա գնում դա լավ, բայց եթե որ նկարում են թող ճիշտ տեղ, ասենք մեքենա է կանգնում 15 րոպե, գնում գալիս է, մեկ էլ տենում ես, ասում գալիս է 3 ժամ կանգնել է։ Ոնց կլինի տաքսու վարորդը 3 ժամ միտեղ կանգնի։ Ակտս մուծում ես, նույն ակտը գալիս է։ Կարմիր գիծը 2-3 անգամ նկարում են, այդ ոնց է լինում։ Շատ լավ է որ բյուջեա գնալու, բայց մի քիչ թող էժանացնեն։ Անտեղի տեղը շատ են տուգանում։ Տուգանում են, նամակը գալիս է, գնում ես մասնակցում ես իրանց նիստերին ու դուրս է գալի, որ իրանք սխալ են։ Չէ, մեկ-մեկ անցնում է, հեչ են անում, անտրամաբանական տեղեր են գծում այդ գծերը։ Ուր ուզում է գնա էլի, իմ գրպանը մեկա չի գալ։ Ուզում է ընդեղ գնա, թե մասնավոր գնա, թե բյուջեն ինչն է փոխում դրա։ Ոչ մի բան չի փոխում։ Բայց էլի մեր վզին է, պետությունը մեզի ոչ բանով էլ չի օգնում։ Ժողովրդի համար իրանք ինչ մի լավ բան են անում, որ այդ հավաքված եկամուտը գնա ժողովրդին չեն պատկերացնում։ Քաղաքում սա նկարել է, սա գրավել է։ Մարդկանց վրա էսա զապարետ են դնելու, որ չկանգնեք ստեղ։ Կայնացած տեղը նկարում է օրը 5000 լավ է, բայց կարմիր գիծը մուծում են։ Տանը մետ ակտերս ներկայացնում, ասեմ կայնած տեղը խես նկարում, ես ու կանգառի մեջ չեմ։ 30000 ակտա գրվես իմ երեխուն պայեմ, թե դրանց տամ ուտեմ։ Ես ուրախ եմ, որ դնեմ տարեկան 12000 մուծվեմ, հա? Ինչի համար։ Իրանց գծերն են տարին մի անգամ, երկու անգամ գծում ու վերջ, ոչ ծառայություն, դրա ծառայությունը ո՞րն է։ Հանրային ռադիոեթերում շարունակվում է հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարը։ Այսօր անդրադառնալու ենք հանրային տրանսպորտի վիճակին։ Այս պահին իմ հյուրը դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանն է։ Բարի օր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հաղորդմանը մասնակցելու համար։ Պատիվ է ինձ համար։ Սկսենք վերջին իրադարձություններից, կարմիր գծերից, դրանց ներդրման նպատակահարմարությունից։ Դուք բազմաթիվ անգամներ անդրադարձել եք այս խնդրին։ Ո՞րն է եղել ձեր առաջարկը։ Ի սկզբանե ուզում եմ, որ ռադիո լսողը հասկանա խնդրի բունեությունը։ Խնդիրը այնտեղ չէ, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ մյուս մարդկանց տուգանում են։ Խնդիրը այնտեղ է, որ քաղաքային իշխանությունները չունեն առհասարակ մոտեցում կամ մտածելակերպ, թե ինչպես է պետք կարգավորել ավտոկանգառների խնդիրը Երևանում։ Սկսենք հերթով։ Մեր քաղաքային իշխանությունները չեն հասկանում, մենք կենտրոնը ուզում ենք վերածենք քաղաք պարքինգի, թե ուզում ենք սարքել այնպես, որպեսզի բավականին հեշտ լինի տեղաշարժվել հետիոտներին։ Չկա այդ մտածողությունը, եւ քանի որ չկար այդ մտածողությունը, սուրբ տեղը դատարկ չի լինում, հայտնվեցին մարդիկ, եղավ այն ինչ եղավ, ներդրվեց այդ համակարգը եւ պարզապես մայթերին գծվեցին կարմիր գծեր եւ տեղադրվեցին անհայտ ծագումով ինչ-որ չինական տեսախցիկներ եւ սկսեց process-ը։ Հետո հայտնվեցին մեր պես խելագարները, մենք դիմեցինք դատարան։ Դատարանում ներկայացրեցինք 18 էջից բաղկացած հայցադիմում, որտեղ ընդգրկել ենք կառավարության որոշումներից սկսած մինչև սահմանադրություն։ Հիմա բերեմ ընդամենը մեկ օրինակ, 2009 թվականի կառավարության որոշմամբ ավտոկայանատեղի համարվում է մի վայր, որի մուտքը մեքենայով վարորդի համար եւ ելքը ապահով է, այսինքն վթարային չի։ Օրինակը կա Օպերայի ստորգետնյա ավտոկանգառը։ Եվ պարզապես գծելով գիծ
թքած ունեն նրա վրա, թե վարորդը կայանելուց ում մեքենային կխփի, չի խփի, դուրս գալուց ում կհարվածի, չի հարվածի։ Մարդիկ կենտրոնացած են միմիայն գումար կորզելու վրա։ Սա է գերնպատակը եւ սա է այն սրբությունը, որի համար իրենք աշխատում են առհասարակ։ Ինչ եղավ դատարանում։ Դատարանը որպես կանոն Հայաստանում տեղափոխում է շատ անլուրջ ոլորտ, այսինքն քո մեքենան է, քոնը չի, պետհամարանիշը քոնն է, թե քոնը չի։ Երբ որ դատարանին դիմում ես, միջնորդում ես, ասում ես, խնդրում եմ ներկայացրեք այն արտոնագրերը, որոնցով տվյալ կազմակերպությունը իրավունք ունի ինձ ֆիքսելու առհասարակ, որովհետև ինքը ներխուժում է իմ անձնական կյանք, քաղաքապետարանի փաստաբանը ասում է, օրենքը մեզ չի պարտադրում արտոնագրել տեսախցիկները, հետևաբար մենք ինչ տեսախցիկ կուզենանք կտեղադրենք եւ ոնց կուզենանք ձեզ կնկարահանենք։ Եթե Parking City Service-ը կարողացավ 5% վարորդներին վախեցնել, որ նայի, հա, չմոծեցիր, դե ԱՀԿ կտամ, կկրկնապատկեմ, ավելի վատ կլինի, դատարանի դուր կընկնես եւ այլն, 5%-ը վարորդների վախեցավ, այդ վախը տեղափոխվեց բոլոր մյուս վարորդների մոտ եւ ծնվեց շքեղ արտահայտություն, ախպեր ջան, մենք ով ենք, որ պետության դեմ կռիվ տանք։ Այսինքն այն, որ հիմա ասում են պետությունն է տնօրինելու, ի սկզբանե քաղաքապետարանն էր տնօրինում, այսինքն այսպես թե այնպես քաղաքապետարանն էր այդ բոլոր գումարները վերահսկում եւ այդ մեծ ահռելի պետական մեքենան, հա, այդ բուլդոզեր կոչեցյալը պարզապես խժռում էր հասարակ վարորդներին, որովհետեւ մարդիկ չունեն գումար, մարդիկ չունեն իրավական գիտելիքներ եւ մարդիկ չունեն կարողություններ եւ վճռականություն, որպեսզի համակարգի դեմ պայքարեն։ Արման ստացվում է, որ փակուղու առաջ են կանգնած, քանի որ փորձում ենք ապացուցել, չկան ապացույցներ, բայց դատը պարտվում ենք։ Այո, միանշանակ փակուղի է, ինձ ուրիշ պայքարի մեթոդներ քան օրենքի տառով եւ դատական համակարգով հայտնի չեն, թեև երբեմն փորձում ենք եւ ճանապարհներ փակել եւ այլն, բայց մեծ հաշվով սա մեխանիզմ է, որովհետեւ Parking City Service, քաղաքապետարան, դատարան, ԴԱՀԿ այս քարյակը պասերով շատ լավ աշխատում է, որպիսի ճնշի վարորդներին եւ մտնի նրանց գրպանը։ Ներկայումս նախատեսվում է տուգանքներից գոյացած փողն ուղղել քաղաքի բյուջե, որքանով է այս որոշումը իշահ քաղաքացու եւ արդյոք որքանով ենք մենք տնօրինում ինֆորմացիային, թե որքան գումար է ստացվում այդ կարմիր գծերի տուգանքների հետևանքներով։ Մենք երբեք ոչ մի բան չենք տնօրինում, այն պարզ պատճառով, որ մեզ երբեք մարդու տեղ չեն դրել։ Ինչու չեն մեզ մարդու տեղ դրել, որովհետև քաղաքակիրթ երկրներում սովորաբար արվում է հետևյալ կերպ։ Եթե քաղաքապետարանը որոշում է թեքահարթակներ կառուցել, ապա հրավիրում են հաշմանդամների եւ նրանց հարցնում են. հարգելիներս, ունենք այսքան բյուջե, նախատեսել ենք թեքահարթակներ։ Քանի որ դուք եք սայլակավոր մարդիկ, միգուցե ձեզ ավելի հայտնի կլինի այն հանգամանքը, թե որտեղ է նպատակահարմար կառուցել թեքահարթակներ։ Հաշմանդամները տալիս են իրենց պրոֆեսիոնալ մասնագիտական կարծիքը, ըստ որի կազմվում է պլան եւ կառուցում են թեքահարթակներ։ Հիմա անցնենք կանգառներին։ Քաղաքին անշուշտ պետք են ավտոկայանատեղեր։ Ով եւ ինչպես պետք է դա կառուցի եւ վերջապես վարորդները մասնակից են գործընթացին, թե ոչ։ Ինչպես հասկացաք, ոչ մեկի մտքով երբեք չի անցել, որ վարորդական նախաձեռնությունների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առհասարակ պետք է ինտեգրել այս process-ին, որովհետեւ այդ մարդիկ կարող են խելացի եւ օրինակելի բաներ ասել, իսկ դա պետք չի համակարգին։ Համակարգին պետք է պարզապես գծել ինչ-որ գծեր, տեղադրել ինչ-որ տեսախցիկներ եւ պարզապես կորզել գումարը։ Հետևաբար, այդ գումարը կուղվի բյուջե եւ հետո կմսխվի անիմաստ ձևով, թե ընկերությունը կմսխի, թե քաղաքապետարանը, մեծ հաշվով վարորդի համար տարբերություն չունի։ Արման, իսկ ինչ է կարծում, հնարավոր է ընդհանրապես դրվի կարմիր գծերը վերացնելու հարցը։ Ինչու պետք է կանգառանել լինի վճարովի, նամանավանդ եթե այն հատուկ կահավորված տարածք չէ։ Հենց այդ է, մեր նախաձեռնությունը եւ բոլոր վարորդները քաջ գիտակցում են, որ ամբողջ աշխարհում ավտոկայանատեղին պետք է լինի վճարովի, բայց դրա դիմաց ընկերությունը պետք է ինչ-որ պայմաններ ստեղծվի։ Իդեպ կարմիր գծերի այդ турքը ինքը կոչվում է турք։ Ես ուզում եմ մեր քաղաքացիները քաջ հասկանան турքի եւ հարկի տարբերությունը։ Հարկը դա այն գումարն է, որը պետությունը պարզապես ձեզնից վերցնում է եւ ծախսում է այնպես, ինչպես ինքը ցանկանում է։ Турքը դա այն գանձված գումարն է, որի դիմաց ընկերությունը կամ պետությունը պետք է X ծառայություն մատուցի։ Ինչպես հասկանում եք, կարմիր գծերը ոչ մի ծառայություն չեն մատուցում։ Այսինքն այնտեղ չկա աշխատակից, որը
կհետևի, որ դուք անվտանգ կատարեք ձեր կայանումը։ Եթե ձեր մեքենային ինչ-որ մեկը հարվածի փախնի, դուք չեք կարող դիմել Parking City Service ընկերությանը պահանջելով տեսանյութը, որ ուզում եմ այդ չար մարդուն գտնել եւ իրանից պահանջել իմ գումարը։ Ոչ մի ծառայություն որպես այդպիսի գոյություն չունի։ Արման, մեր հաղորդման հաջորդ հատվածում զրուցելու ենք քաղաքային տրանսպորտի եւ դրա հետ կապված խնդիրների մասին, բայց մինչ առաջարկում եմ լսել իմ գործընկերոջ պատրաստած ռեպորտաժը։ Սիրով։ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի վիճակը գնահատում է ոչ բավարար, իսկ փոխադրողների միությունն էլ շատ վատ։ Միության նախագահ Հրանտ Եղիազարյանը ներկայացնում է առաջարկությունը, որն արել են բոլոր կառավարություններին, բայց մերժում ստացել։ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն էլ հավաստիացնում է, որ ամենօրյա աշխատանք են տանում ոլորտի կարգավորման համար։ Պայստամասերի գներն են աճել, անվադողերի, ակումուլյատորների, իրենց ավտոբուսների կամ միկրոավտոբուսների։ Միայն փոխադրավարձը մնացել է նույնը։ Սա պարադոքս է։ Նման բան չի լինում։ Վատ բանի ընկերությունը, տնտեսությունը ավելի շատ ծախս է կատարում, քան ետ է ստանում, նույնիսկ կործանման է դատապարտված։ 10-ից ավելի ընկերություններ ոչնչացել են։ Դրանց մի մասը դատվել են, սնանկ են ճանաչվել, ես առաջարկում եմ մեզ վճարել այնքան, որքան, որ մենք ծախս ենք կատարում, բայց դա ինչ ձևով կատարել այդ լրավճարումը, ուղևորի միջոցով, իշխանությունների միջոցով, այն ինչ որ մեզ տրվում է վառելիք, քսայյուղեր, անվադողեր, ինքնարժեքով մեզ հատկացնելու միջոցով, ճանապարհներ շատ կան։ Պատճառներից նաև հիմնականը դա երթուղային ցանցն է, արկա տրանսպորտային պարկը, արկա իրավիճակում նաև մասնավոր ներդրումների բացակայությունը։ Մենք խնդիրը կարգավորելու համար դիտարկում ենք, որ այն պետք է համակարգային փոփոխությունների ենթարկվի, քանի որ 1-2-3 ներդրողների կողմից ինչ-որ ավտոբուսների ներկրումը խնդիրը մեր կարծիքով ամբողջությամբ չի լուծի։ Փոխադրողների միության նախագահը ասում է, որ ուղևորցի թանկացման կասեցման ժամանակ քաղաքապետարանը ահաբեկել է փոխադրող ընկերություններին։ Քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ տեղեկացնում է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ երթուղային նոր ցանց է մշակվելու։ Նաև միկրոավտոբուսներին փոխարինելու են ավտոբուսները։ Նախնական հաշվարկով կպահանջվի 80-ից 100 միլիոն դոլար։ Այդ ընկերություններին հրավիրեցին քաղաքապետարան, ոչ թե նրա համար, որ առաջի բերանից լսեն խնդիրները, այլ որպեսզի ահաբեկելու միջոցով շարունակեն աշխատանքը։ Եվ պարզ հասկացրեցին, որ եթե դուք փորձեք այդպես շարունակել, ուրիշ տրանսպորտային միջոցներ կգտնենք եւ ձեր տեղերը կլցնենք, կզբաղեցնենք։ Եվ այդ մարդիկ ստիպված լուրումուշ գնացին, որ շարունակեն աշխատել, որպեսզի կորուստները հասնի մինիմալի։ Նոր երթուղային ցանցը նաև իր բոլոր բաղադրիչներով պետք է համապատասխանի ժամանակակից չափորոշիչներին, խոսքը վերաբերում է նաև միասնական տոմսային համակարգի, էլեկտրոնային տոմսային համակարգի, ավտոբուսները պետք է հագեցած լինեն GPS համակարգերով, մենք պետք է կարողանանք նաև այնպիսի տրանսպորտային միջոցներ ներդնենք, որը մեզ հնարավորություն կտա մեր քաղաքացիներին հնարավորություն կտա պլանավորելու իրենց ուղևորությունը, այսինքն յուրաքանչյուր կանգառում հստակ իրական ժամանակահատվածում իմանալու ցանկացած հասարակական տրանսպորտային միջոցի հասնելու իրական ժամանակահատվածը։ Առաջարկությունների փաթեթը պետք է այնուամենայնիվ անցնի լայն հանրային քննարկումների փուլ, որովհետև իմ կարծիքով սա գլոբալ բարեփոխումներ են եւ ընդհանրում են նաեւ խոշոր ֆինանսական միջոցների ներդրումներ։ Մենք հույս ունենք, որ 2017 թվականի տարեվերջին մենք կունենանք վերջնական նաեւ մեր հանրության, մեր բնակչության հավանության արժանացած լիարժեք փաթեթ։ Փոխադրողների միության նախագահը կասկած է հայտնում ներդրվելիք համակարգի առնչությամբ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ խոսում է ուղևորցի հնարավոր թանկացման մասին։ Ինչից փոխվի։ Եղազարյանը չի ասում, որ ուղղերը փոխադրումները անշահութաբեր են։ Ասում են անկախ էքսպերտները։ Իսկ այդ ավտոբուսները, որ ներկրվելու են, հավատացեք ինձ, դրանք դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսներ են լինելու։ Եթե այդ մարդու օրվա հասույթի պլանը այնպիսին է, որ նա լեզուն հանած շան նման պիտի վազի, որ հասցնի այդ գումարները, բա գոնկաչանի ինչ անի, բա երրորդ գծից առաջ չգիտ չմտնի ինչ անի։ Մեկը մյուսի հետ փող շահկապված են։ Վստահ եմ, որ վարորդների համար պետք է նախատեսվի բավարար աշխատավարձ, որպեսզի վարորդների դեֆիցիտի խնդիրը լուծենք։ Մենք գիտենք, որ այսօր կա այդ խնդիրը, քանի որ մենք նոր երթուղային ցանցի պարագայում չենք կարող պահել մեկ երթևեկության սակագին, դա կբերի մեր բնակչությանը կրկնակի եռակի վճարման։ Եթե մենք տոմսի կառուցվածքը թողում ենք որպես մեկ երթևեկության տոմս, դա նշանակում է, որ մարդը ստիպված լինի 2-3 անգամ վճարի։ Դա ըստ էության պետք է բացառվի այս համակարգում։ Դրա համար տոմսի կառուցվածքը պետք է փոխվի, պետք է
փոխվի, դա կարող է լինել ժամային, օրային, կիլոմետրով։ Այդ կառուցվածքի փոփոխության պարագայում բնականաբար ըստ օգտվողների կլինեն սակագնի փոփոխություններ։ Ինչ որ մեկի համար դա կնվազի, ինչ որ մեկի համար կմնա նույնը, կախված ինչքան են երթևեկում։ Եթերում շարունակվում է հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարը, մենք զրուցում ենք Արման Սոլեյմանյանի հետ։ Արման, Երևանում երբեք էլ տրանսպորտը չի համապատասխանել ժամանակի պահանջներին։ Ինչ է կարծում, ինչու է քաղաքային իշխանությունը միշտ մի քայլ ետ։ Եթե մեկ բառով, ապա դա կոռուպցիան է։ Տվյալ պարագայում ինձ թվում է ավելի շատ ոչ թե կաշառքի խնդիրն է, այլ այդ հանցավոր անգործությունն է, որ այս ոլորտը ի սկզբանե տրվել է ինչ-որ X գծատերերի, ովքեր երբեք չեն բացահայտել իրենց աշխատանքային մեխանիզմները եւ երբ որ թանգանում էր տրանսպորտը 150 դրամ էին ուզում դարձնել հիմնավոր խելամիտ որևիցե գրություն, տեղեկատվություն նրա մասին, թե ինչու պետք է լինի 150 ոչ թե 100, մենք այդպես էլ չստացանք եւ դա շատ sense հախուռն անցավ, ուղղակի մարդիկ ըմբոստացան եւ այդ ըմբոստությանը կուլ գնալով քաղաքային իշխանությունները ուղղակի զիջեցին, բայց ըստ էության առանցքային առումով ոչ մեկ չհասկացավ ինչի պետքա դառնար 150 եւ ինչու չդարձավ։ Պետք են նոր խաղի կանոններ։ Մենք բոլորս արդեն բազմիցս տարիներ է անցել, մենք ասում ենք, որ այս քաղաքին պետք է առնվազն 2 հավելյալ մետրոյի կայաններ, հա, մեկը Մասիվում, մեկը հարավարևմտյան թաղամասում։ Բազմաթիվ մարդիկ, նույն մեկը ես, մեքենայով չէի գա կենտրոն։ Դրանից համ կթեթևաներ ավտոկայանատեղերի հարցերը, համ տրանսպորտի, համ ընդհանրապես քաղաքացիների շուտ աշխատանքի հասնելու խնդիրները։ Դա ֆունդամենտալ մոտեցում է, դա չի արվում։ Ստեղ պարզապես ուժեղ ձեռք է պետք, անկաշառ մի ղեկավար է պետք իմ կարծիքով, ով որ կասի բավ է, այլևս այսպես ապրել հնարավոր չէ։ Մենք Բուրկինա Ֆասոից ոչ մի բանով չենք տարբերում, որովհետև մենք շահագործում ենք գազել տեսակի տրանսպորտի տեսակ, որտեղ մարդիկ 3 տակ ծալված են գնում, ինչը քաղաքակիրթ չէ, առնվազն, էլ չեմ ասում վթարների մասին, էլ չեմ ասում, որ գերբեռնված մեքենայով տեղաշարժ ընդհանրապես օրենքից դուրս է եւ այլն։ Արման, մայրաքաղաքի ճանապարհների մասին էլ բոլորս շատ լավ գիտենք, որտեղ կան փոսեր, արդեն նույնիսկ ոչ վարորդներն են այդ ամենին տիրապետում։ Հայտնի արդյոք ինչի վրա է ծախսվում տեղզնման գումարը, թե նույն մեթոդը շարունակվում է նաև այստեղ։ Առաջի մարդը, որ փորձեց ինչ-որ քայլեր անել, դա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, ով ընդհանրապես հանեց պարտավորությունը վարորդի ստուգել իր մեքենան տեղզնման կայանում կամ չստուգել։ Բայց դրանից ոլորտը բնականաբար չբարելավվեց։ Տեղզնման հարկը անիմաստ հարկ է, որովհետև երբեք ոչ մի վթարի ժամանակ ոչ մի ոստիկան քննիչ, հետաքննիչ չի տալիս եզրակացություն երբեք, որ այսինչ վթարը տեղի ունեցավ այսինչ մեքենայի տեխնիկական անսարքության պատճառով։ Ցավալի բան պետք է ասեմ, բայց մեր փողոցներում տարեկան 300 երեխա է վրաերթի ենթարկվում, եթե համեմատելու լինենք սահմանագոտում, վերջին ապրիլյան պատերազմը չհաշված 12, 13, 14, 15 թվականներին մենք 40-ից ավել զինվոր չենք կորցրել սահմանում, ռազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, հիշեցնում եմ։ Իսկ ճանապարհներին 300 երեխա։ Ես կարծում եմ բոլորը հասկանում են, որ այդ 300 երեխան վաղը դառնալու էին, то есть շանս ունեին դառնալու զինվորներ, նրանք պարզապես մահանում են։ Գալիս էի Կապանից եւ զգացի, որ ձորը ոչ բոլոր տեղերում է պատնեշված։ Բնականաբար հուշաքարեր են դրված, ծաղկեպսակներ են դրված։ Նույնիսկ ամենաանանցանելի եւ ամենանեղ այդ շրջադարձերում չկան դրված այդ քարերը։ Ես չեմ հավատում, որ այն մարդիկ, ովքեր ընկել են ձորը եւ մահացել են, բոլորը եղել են հարբած եւ թմրանյութ օգտագործած։ Հիմա ձմեռ է, շատ հնարավոր է մերկասառույցի պատճառով չկարողանաս երթևեկել։ Արման, ես առաջարկում եմ մի փոքր եւս դադար տալ, լսել նորից մեր քաղաքացիների տեսակետները, որից հետո կշարունակենք մեր զրույցը թեմայի վերաբերյալ։ Սիրով լսենք։ Հիմնականում 28 ավտոբուսից ենք երթուղից օգտվում, ոչինչ նորմալ է։ Այսօր այս պայմաններում ինձ թվում է լիարժեք ոչինչ չկա։ Շատ վատ է որակը, կոտրված, ջարդված, քանդված ավտոները, բայց նստում ենք, ինչ անենք, ուրիշ բան չկա նստելու հիմա։ Գազելու ես չեմ անում, ինչ եմ արենան արել, կզած պպզած ընդ, եթե մենակ նստելով վնեց ուրիշ տեղ էտան, հա, բայց դելը, նայք ժողովուրդան դա իրար վրա հակված մի քիչ լավ չէ։ Շատ են կեղտոտը, մենակ կեղտոտը չի, անճաշակ երաժշտություն, փնթի վարորդներ 90%-ը, դռները չի փակվում, ոնց որ բեր տեղափոխեն ավելի շատ, քան ուղևոր։
Կռացած են նստում մարդիկ տրանսպորտի մեջ, ցածր մարշրուտները շատ անհարմար են երթևեկելու համար։ Վարորդներն էլ մի մասը նորմալ են, մի մասն էլ մոռանում են, որ ժողովուրդ կա մեջը ծխում են։ Դա հեշտ լավ չի։ Ես որ ինքան դժգոհ եմ, շատ վատ է նորագավիթի տրանսպորտի վիճակը, ծանրաբեռնված, ինքան են կանգնում, վարորդներից դժգոհ չեք։ Ուզում են ավտոբուսներ ինչ-որ մտցնեն, դա ավելի ճիշտ կլինի կարծում եմ։ Եթե ռավից չլինի քաղաքային տրանսպորտով, մեկ-մեկ շատ փնթի են վարորդները, հիմնականում երթուղայինների։ Տերվալները մեկ-մեկ շատ երկար են։ Այդ վերացրեք էլ իրար գլխի են լցվում, հələ մի հատ է վարորդն ասում է, մի քիչ ենքոն գնացեք, թող գլխներիդ նստեն։ Դա ճիշտ չի էլի։ Մարդուն ոնց կարելի է այդպես տեղափոխել։ Վարելու ձևը միայն ես կասեի, որ հեռախոսով շատ են խոսում ավելի, քան թե վարում են։ Եթերում հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարն է։ Արման, լսեցինք, որ մեր քաղաքացիներն էլ բնականաբար գոհ չեն ոչ տրանսպորտի վիճակից, ոչ վարորդների հիգիենիկ վիճակից, ընդհանրապես բողոքները շատ են։ Քաղաքային տրանսպորտը բոլոր երկրներում չէ, որ շահագործում է մասնավոր, ինչպես մեզ մոտ։ Այն մասամբ լինում է պետական կամ պետությունը սուբսիդավորում է։ Ինչ է կարծում, մեր պարագայում հնարավոր է այս ոլորտի պետականացում, թե այսպես էլ շարունակելու ենք։ Ամենալավ տրանսպորտային համակարգը, որը ես տեսել եմ իմ կյանքի ընթացքում, դա TOL-ն է, Transport of London-ը, այսինքն Լոնդոնում ամբողջ տրանսպորտը, բացի տաքսիները, միասնական է։ Դու կարող ես նստել տրամվայ, հետո մետրո, հետո ավտոբուս եւ դու ունես միասնական քարտ։ Շատ ազնիվ է այդ միասնական քարտը, որովհետեւ ամբողջ Լոնդոն քաղաքը բաժանված է զոնաների։ Կենտրոնը դա առաջի զոնան է, մի քիչ լայն երկրորդ, երրորդ, 4, 5, 6։ Եթե դու ապրում ես 6-րդ զոնայում եւ գալիս ես կենտրոն, քեզ պետք է գնել տոմս 6-1, այսինքն կարիք չկա վճարելու 2, 3, 4, 5-ի համար։ Ամեն ինչ շատ ազնիվ է եւ շատ թափանցիկ։ Արդյոք այսօրվա քաղաքապետարանի ներկայացուցիչները պատրաստ են մեզ հետ ազնիվ լինել, կասկածում եմ, խիստ եմ կասկածում, բայց եթե իրենք վերջապես որոշեն, ասեն, բավ է, եկեք հասկանանք ոնց ենք բաժանում ըստ զոնաների քաղաքը եւ տրամաբանական ինչպես ենք սահմանում ուղևորցը, ապա ամեն ինչ հնարավոր է։ Քանի որ արդեն ժամանակ ավարտին է մոտենում, մեր ամբողջ խոսակցությունը ոչ այնքան լավ տոնով գնաց։ Ես ուղղակի ուզում եմ ձեզ հարցնել. կա արդյոք լավ բանի հույս ունեք դուք եւ ինչ պետք է անենք այդ լավին հասնելու համար։ Պետք է միանշանակ բարձրացնենք վարորդների գիտակցությունը, որովհետև գիտակ վարորդը ինքը հաղթահարում է բոլոր դժվարությունները, կլինի դա դատական համակարգով, թե պարզապես բողոքարկելով ոստիկանությանը, ինչու շատ հաճախ քաղաքացիները պարզապես բողոք են ուղղում եւ իրենք էլ են զարմանում, որ համակարգը հերքում է նախկինում գրված տուգանքը։ Սա ինչ է նշանակում, որ մարդիկ պետք է հասկանան օրենքի գերակայությունը, պետք է տիրապետեն տարական գիտելիքների եւ վերջապես թույլ չտան որևիցե համակարգ ոտնահարի իրենց իրավունքները։ Ես ասեմ, որ բոլոր երկրները անցել են այս շրջանով, միշտ էլ ղեկավար մարդիկ, չինովնիկները միշտ էլ ցանկացել են հավելյալ բեռ դնել քաղաքացիների վրա, վարորդների վրա, ուղևորների վրա եւ միայն քաղաքացիական գիտակցությունը եւ իրավական գիտելիքները հաղթահարել են այդ ամենը։ Ես քանի որ արդեն 9 տարի այս ամեն ինչի մեջ եմ, սա իմ համար այսպես գեյմ է, հա, մարդիկ կան կոմպյուտերային խաղ են խաղում, ես իրական այս պետական չինովնիկների դեմ պայքարը վերածել եմ ինչ-որ կոմպյուտերային խաղի, ուսումնասիրում եմ օրենքները, մեր նախաձեռնությունը շատ ակտիվ է եւ մենք ուղղակի սա սարքել ենք մեր կյանքի մի մաս։ Մեր նախաձեռնությունում կա նաեւ տաքսու վարորդներ, բիզնեսմեններ, ես լրագրող եմ, տարբեր մասնագիտություններ, բայց մեզ միավորում է այս խաղը, հա, այս ցանցային խաղը քաղաքապետարանի եւ ոստիկանության հետ։ Պետք չէ շատ լուրջ մոտենալ, հա, որովհետեւ երբ որ դու շատ լուրջ ես այս ամեն ինչին մոտենում, այդ է սար պետությունը էլի ճնշեց, մտավ գրպանս, բան եւ այլն, դու հիասթափվում ես, դա ազդում է քո ընտանիքի վրա, քո շրջապատի վրա, ի վերջո դու արտագաղթում ես եւ ոչ մի լավ բանով այդ ամենը չի վերացվում։ Եթե դու սկսում ես պետական մտածելակերպ ձեռք բերել եւ հասկանում ես, որ ոստիկանությունը ու քաղաքապետարանը քո թշնամիները չեն, ուղղակի ոչ պրոֆեսիոնալ, քիչ գիտելիքներով մարդիկ են, ում ուղղորդում են ավելի չար մարդիկ։ Եվ սկսում ես իրենց հետ այս խաղը խաղալ, ասելով, որ ցույց տուր ինձ այն օրենքը, որով ես իրավունք չունեմ։ Հաղթահարելով հերթական պատնեշը, ինչպես ասած կոմպյուտերային խաղերով։ Բայց ես կոչ եմ անում ռադիո լսողներին մի քիչ թեթև վերաբերվել կյանքին։ Կարճ ասած, լինել տեղեկացված եւ պայքարել իրավունքների համար։ Այո, եկեք այդպես ավարտենք։ Արման, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, շնորհակալ եմ, որ լույս սփռեցիք այն հարցերի վրա, որոնց մենք այնքան էլ լավ չէինք տիրապետում։ Այո, մի մասի վրա։ Ավարտվեց Արտակի հերթական թողարկումը։ Ինչպես
Իսկ միշտ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ կրկին ժամը 13-ին Հանրային ռադիոյի եթերում։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի Facebook-յան մեջին։ Եվ հիշեք, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը։